արժեքավորը դարերի համար է, ժամանակների համար է։ Գուրգենի նախատակության երգը, որ երգում եմ, Իսահակյանը գրել է դա դարերի համար։ Ժամանակ չի ճանաչում։ Ես հիմա կուզեք հենց այդ երգը։ Հենց հիմա երգեմ, հա։ Ինչ երգեք որ։ Ես էլ իմանամ, օրինակ ինձ անծանոթ է։ Գլգլալ են ջուրն իջնում, մշու սարերեն Գլգլալ են ջուրն իջնում, մշու սարերեն Ճիտերները ծիվ եկան, գարնան գալը երգել են Ծիտերները ծիվ եկան, գարնան գալը երգել են Գարուն չկա հայ համար, ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն Գարուն չկա հայ համար, ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն Գերեզմանս հողին հապսար, թող փուժբուսնիմ վրեն Գերեզմանս հողին հապսար, թող փուժբուսնիմ վրեն Հիմա մինչև վերջ որ ասեմ Բայց շատ տխուր է Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողի տակ Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողին տակ ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ Այս վերջի բառերը եղբայրս էր շատ միանում, շատ էր սիրում Պատկերացնում եք Իսահակյանը այդքան խորն էր ապրել Հիմա կհամեմատեմ ինչպես Բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես Բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես Զենքը ձեռին հպարտ կանգնած հայեր լեռներ իրար պես Զենքը ձեռին հպարտ կայնած հայեր լեռներ իրար պես Ախ այն օրը արի ծևա գարնան գալը նոր կանչե Ախ այն օրը արի ծևա գարնան գալը նոր կանչե Հայոց Կարնան, որ բյուրարև, սիրտս խորեն ղողանջե Հայոց գարնան, որ բյուրարև, սիրտս խորեն ղողանջե Հրաշալի է, կարևորը իմաստը վերջում պոզիտիվ էր գոնե Մարդիկ գնահատել են, տեսեք ցրոնքի կռվում նահատակվել է Գուրգենը, Իսահակյանի նման մեծությունը ինչ է ձոնել իր վրա, եւ պատկերացեք հույսը, հավատը, որ երբ տեսնես, որ հայերը կողքի կանգնած են, այո, սիրտս կղողանջի, այսօրվա հերոսներին մենք այդքան պատերազմներ ունեցանք, այդքան նահատակներ ունեցանք, այդքան բոլորին տարեք մտցրել են բանտերն ու հանձնել են Թուրքին, հանձնել են Ադրբեջանցուն, նրանց դատաստան, նրանց հետ դատաստան, բա ուր է այդ ճշմարտությունը, ուր է, չէ որ այդ մեր գեներալների, մեր զորավարների մեջ այնքան հայրենիքի նվիրվածներ կան, ինչպիսի տխանքներ են գործել, եւ այսօր դրանց թուրք այսօր պահանջում են այս իրականությունը ոնց գողմանալ։ Հարմարվելու չի։ 50 եւ ավելի տարի 50 տարի ասենք այդպես որովհետեւ մենք վերջերս միայն 50-ամյակը տոնեցինք շատ պատահական է եղել
ագունքի անդամակցելը ուսանողական տարիներին ընկերական շրջապատ էր ստեղծվել, որտեղ նույնիսկ ավարտելուց հետո մենք հաճախակի հանդիպում էինք սրճարաններում, տներում եւ հետաքրքիր միջոցառումներ էինք անցկացում, դա էր մեր կենցաղներ, մեր ժամանակներ եւ այդ ժամանակը մերն էր, մենք վայելում էինք այդ ժամանակը երիտասարդ տարիներ էին։ Մի օր մեր համալսարան ընկերներից մեկը Ղուկասյան Սևակը մի միջոցառման ժամանակ ասեց Զարքիս դու գիտես որ Մարոն խումբ է ստեղծել լեզվի ինստիտուտում դու հրաշալի երգում ես գնանք թող քեզ լսի ասի Սևակ ջան Մարոն իմ գրափարի դասախոսն է եղել ես նրանից այնքան եմ քաշում ամաչում եմ ոնց գամ Մարոյի մոտ ոչինչ ինչ անենք ասեց գնանք մեկ երկու այդպիսի ուրեմն մեր հանդիպումից հետո համարձակություն ունեցա Սևակի հետ գնացի Մարոն տեսավ դե ճանաչում էր խոսեցինք եւ ասեց դու երգում ես ասի երբեմն ասի ընկերների շրջապատում երգում եմ եւ ինչն էր կարեւոր որ ասեց ինչ կարող ես երգել մտածեցի եթե երգել անհրաժեշտ ես ուրեմն Ցրոնքի պատերազմի հերոս նախատակ Գուրգեն Եվրոպեն Գուրգենի նախատակության վերաբերյալ Իսահակյանի հեղինակությամբ երգ կա որ իմ հայրը եւ եղբայրս անընդհատ դնդնում էին ճիշտ խոսքերով բան եւ հետագայում երբ լսում էի աղավաղված մի տուն այստեղից մի տուն այնտեղից երգում էին եւ ես այդ երգը ներկայացրեցի երգեցի անջանակ զիլդրայնունի երգեցի այդ ասեց էս նոր բան է դա նոր չասի ընկեր Մուրադյան ես իրեն դեռ ընկեր Մուրադյանով եկություն սա Իսահակյանի խոսքերն են Իսահակյանի հեղինակությամբ երգը իմ հայրը հայերեն երգեր քիչ է երգում բայց ես երգը տարիներ շարունակ ինքը մրմնջում էր երգում էր եւ իմ հիշողության մեջ մնացել է եւ այդ մի փորձից հետո ինչպես իմ հետագայում իմ ընկերներն ասեցին ոչ ոք այդպես չէր եղել եկավ ու մտավ եկա հաստատվեցի կանոնավոր փորձերին էի գնում կանոնավոր ուրեմն այդ ժամանակ շատ էր էլի այն որոք պաշարը շատ էր ես էլ ծնվել մեծացել եմ մի միջավայրում գյուղական մի միջավայրում որտեղ գյուղի 100% բնակիչները Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր էին այդ բարերը եղերնվային դրանք ինձ արդեն շատ վրդովեցվեն մարդիկ որոնք այդ յաթաղանից պրծած եկել էին եւ ցավը նաեւ երկով էին արտահայտում ցավը իրենց երկով էին նաեւ արտահայտում այդ մարդիկ այդ գյուղը որտեղ ես մեծացել եմ իմ առաջի համալսարանը եղել իմ կյանքի համալսարանը այն ծերունիներն էին այն մարդիկ որոնց ինձ համար միջև հիմա անփոխարինել էին նրանք ուրիշ հոգուտեր մարդիկ նրանք ուրիշ մտածողություն ունեին Տարաճանաչ չէին անգամ, բայց այդ իմացությունը, այդ զսպվածությունը, այդ հաղորդման մարդկանց հետ առնչվելու, շփվելու իրենց այդ հատկանիշը բացառիկ էր, ես չեմ պատկերացնում, այդպիսի մարդիկ ինչպիսի կան, եւ չգիտեմ դա ճակատագրի բերում էր թե ինչ, ես էլ հենց փոքրից շատ ընկերներ հասկանալի է հասակակից, բայց ես շատ այդպես այդ ծերունների տնկների վրա մեծացա ինչքան հավաքներ կար իմ հորս հետ գնում էի եւ վայելում էի այդ մարդկանց խոսքն ու զրույցը այդ գեղեցիկ զրույցը որոնցից շատ բաներ իմ հիշողության մեջ մնացին թե ինչպես էին ապրում մարդիկ ինչ արտահայտած ձևեր ունեին ինչպես դրանց հոգուց դուրս եկող այն ծուխը
այն արտահայտության ձևը իմ մնացել է։ Գիտեք ինչ հիշեցի Թումանյանի կանաչ վիթխարի ինքուզենու տակ։ Ձեր նկարագրությունից միանշանակ այդ պատկերներն է կանաչ։ Պատկերացրեք այդ հսկա երևույթ է եւ դրանցից կյանքից բնական է մահը բոլորին է դրանցից ով որ կյանքից հեռանում էր ինձ համար դա ամենամեծ ցավն ու վիշտն էր ամենամեծ ցավն ու վիշտը ես շատ դժվարություն էի բաժանվում դրանցից